Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ բանաստեղծ Հակոբ Մովսեսի հետ։ Բարև ձեզ, պարոն Մովսես։ Պարոն Մովսես, քանի օր է հանրային քաղաքական դաշտում այսպես ակտիվ քննարկվում է Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, հանդիպման ընթացքում հնչած ամենատարբեր թեզեր, մոտեցումներ, այսպես ասած։ Եկեք միասին վերլուծենք, հասկանանք, թե նախ ինչի մասին էր հանդիպումը եւ արդյոք հանդիպումը վկայում է, որ Ռուսաստանը այլևս բաց խաղաքարտերով է խաղում, անցել է ինչ-որ իմաստով սպառնալիքների կամ շանտաժի լեզվին եւ արդյոք վախեցնելը Ռուսաստանի, այսպես ասած, վերջին գործիքն է։ Գիտեք, գազի գների մասին խոսվեց առևտրաշրջանառության։ Հա, բնականաբար։ Մի ֆրանսիացի մտավորական կա Անտոնեն Արտո։ Հումորով սկսենք մեր հաղորդումը։ Մի սրամիտ ասույթ ունի, որ ասում է տղամարդիկ ընդունակ են բոլոր ստորություններին առանց բացառության։ Կանայք մնացածին։ Դե առանց բացառությունից հետո ինչ ամնում ամբողջ հումորը դրա մեջ է։ Այս շրջանում, այս փուլում Ռուսաստանը իհարկե ընդունակ է բոլոր կարգի մնացածներին։ Սա մեկ։ Երկրորդ, ես կարծում եմ, որ մեր ու Ռուսաստանի միջև հարաբերությունները այսօր պետք է քաղաքական եւ քաղաքագիտական հարթությունների վրա դրվեն եւ այդ հարաբերությունները վերլուծվեն ըստ դրա, որտեղ ոչ ռուսասիրությունը մեծ դեր խաղա, ոչ էլ ռուսատիացությունը, այլ քաղաքականությունը։ Ես ինչու եմ այսպես ասում։ Ելնելով երկու հանգամանքից, բանն այն է, որ մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը Ռուսաստանի մասին կամ կենցաղային կամ միֆականացված պատկերացում ունի։ Ռուսաստանը իր համար ուրեմն մի դեպքում խոպանի երկիր է, ավելացնենք գեղեցիկ կանայք։ 2 միլիոն մարդ գնացել է եւ Ռուսաստանում հաց է վաստակում։ Սա կենցաղային մակարդակը։ Մյուս մակարդակն էլ այն է, որ մեր ժողովրդի համար Ռուսաստանը միստիֆիկացված փրկչի պատմական կերպար ունի։ Այսինքն ծայրահեղությունից, որ մենք ուրեմն կործանվելիս ենք եղել կամ կործանվել ենք, ռուսները եկել եւ մեզ փրկել են։ Այնինչ ոչ մեկն է, ոչ էլ մյուսն է։ Ես նորից ասում եմ, ժամանակն է, որ հայ ժողովուրդը իր սուբյեկտայնության սահմաններում առանց չափազանցությունների իր հարաբերությունները ճշտի բոլոր պետությունների հետ, ի թիվս նաև Ռուսաստանի, ի թիվ նաև Թուրքիայի։ Սա մեկ։ Երկրորդ, մեր ժողովուրդը ռուսական պետության մասին մշակութային, կրոնական, քաղաքագիտական պատկերացումներ էլ չունի։ Մեր ժողովուրդը չգիտի, թե ռուսական իմպերիան, ռուսական պետությունը ինչ բան է, որտեղից է ծնունդ առել, ինչ է նշանակում եւ ինչ է իրանից ներկայացնում այսօր, հետեւաբար ինչ կարող է դրանից դուրս գալ այդ ծվից, ինչ ճուտ կարող է դուրս գալ 50 տարի հետո, 100 տարի հետո։ Եվրոպայում մեծ գիտություն կա Ռուսաստանի մասին, ոչ թե ռուսական մշակույթի, ռուսական պոեզիայի, ռուսական պետության, այսպես ասած, մորֆոլոգիայի, թե այդ պետությունը որտեղից, ինչու ունի այս փիլիսոփայությունը, այս էթոսը, ընդհանրապես ռուս ժողովուրդը ինչ է մտածում, ինչ է պատկերացնում, ինչու է ինքը իմպերիա եւ չի կարողանում իմպերիայի կաշվից դուրս գալ այն դեպքում, երբ որ 20-րդ դարի սկզբում եւ հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բոլոր իմպերիալ կայսրությունները տեսան, որ իմպերիան վնասակար է իրենց ժողովրդի եւ պետության համար։ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան կատակլիզմերի առաջ կանգնեցին, փլուզումներ ունեցան, բայց Ռուսաստանը որոշեց պահել իր կայսրությունը։ Եթե թույլ կտաք, ես մի երկու, այսպես ասած, ընդհանուր եվրոպական մտքի մեջ նկատված պատճառ կասեմ, որոնցից ելնելով մենք պետք է նաև որոշարկենք մեր հարաբերությունները ռուսական իմպերիայի հետ։ Մենք ռուս ժողովրդի հետ ոչ մի բան չունենք, շատ հարգում ենք ռուսական մշակույթը, շատ սիրում ենք, գնահատում ենք
այստեղ խոսքը իմպերիայի կայսրության եւ փոքրիկ մի պետության ու այդ իմպերիայի փոխհարաբերությունների մասն են, եթե դրանք իհարկե կարելի է փոխհարաբերություններ կոչել։ Պարոն Մովսես, բայց մեկ ճշտում անենք, հետո ես սիրով կլսեմ ձեզ։ Ասացիք, որ Հայաստանը պիտի իր սուվերենության դիրքից նաև խոսի եւ հարաբերությունները պարզի հարևանների հետ, բայց արդյոք Ռուսաստանի աչքերում մենք ընկալվում ենք որպես սուվերեն պետություն եւ արդյոք Ռուսաստանը մեզ իր ազդեցության գոտի չի ընկալում դեռևս նույն Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը սահմանադրության նկատմամբ եւ Նիկոլ Փաշինյանի հիշատակումը ինչքան սուր ընկալվեց այսպես։ Հենց հիմա կգանք դրան։ Որովհետեւ մենք հասկանանք, թե դա ինչու է այդպես։ Պիտի հասկանանք, թե մենք ինչի հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք մի պետության հետ, որը եվրոպական ընկալումներով եվրոպական քրիստոնեական պետություն չի կարող կոչվել։ Եվրոպացիները լուսավորիչների, էնցիկլոպեդիստների, հանրագիտարանականների շրջանից եվրոպական պետության մի մոդել էին պատկերացնում, որի հիմքում միջայլոց ընկած են միայն եւ միայն քրիստոնեական գաղափարներ, հավասարություն, եղբայրություն, արդարություն, դրանք քրիստոնեական գաղափարներ են։ Ըստ այդ մոդելի եվրոպական քրիստոնեական պետությունը, այստեղ քրիստոնեական բառը անպայման պետք է օգտագործենք, որպեսզի Եվրոպայի հետ չխառնվի։ Մեր ժողովրդին իմիջայլոց նաև Եվրոպայի դեմ են այսօր լարում, ես կարծում եմ դարձյալ ռուսական պրոպագանդայի հետևանքով։ Գտնում եմ, որ քրիստոնեական պետություն կարող է կոչվել այն պետությունը, որը անցել է 3 փուլ։ Հունական փուլը, դա կոչում են նուսի, բանականության, դիալեկտիկայի փուլ։ Ուրեմն հռոմեական օրենքի փուլը եւ քրիստոնեական լոգոսի, Քրիստոսի փուլը։ Ռուսները սրանցից երկրորդը չեն անցել։ Ռուսները օրենքի փուլ չեն անցել եւ օրենք չգիտեն, բայց ավելի լավ է չիմանային սովորեին, քան իմանային այն մակարդակով, ինչ մակարդակով, որ իրենց մոտ դա գոյություն ունի, իսկ ինչ մակարդակով գոյություն ունի, հարց է առաջանում։ Ռուսական պետության օրենքը իմ խորին համոզմամբ նստած է, ծագում է իսլամական խալիֆատության գաղափարից։ Ինքը իսլամական պետությունը խալիֆատը կայսերական մոնոպոլիզացված բուրգի գագաթ ունեցող ենթարկության եւ ենթակայության ուրեմն համակարգ է։ Ռուսները երբ որ քրիստոնեություն ընդունեցին, ցավոք ընկան ոսկե հորդայի ազդեցության տակ եւ երբ որ իրենք իրենց պետությունը ձևավորում էին, իսկ ռուսական պետությունը հիմնականում ձևավորվել է այդ շրջանում։ Իրենք թուրանական պետության մոդելի մեջ էին։ Ես կարծում եմ, որ շարունակում են լինել, պարոն Մովսես։ Իհարկե, այդ մոդելը մտավ իրենց մեջ եւ շարունակվում է մինչեւ այսօր, ավելին ոչ միայն շարունակվում է, այլ ավելի մեծ պատոհասներ բերեց քրիստոնյա ժողովրդի գլխին, ռուս քրիստոնյա ժողովրդի գլխին, քան խալիֆատությունը իսլամ դավանող ժողովրդի գլխին, որի համար դա բնական է, այդ պետության այդ ձևը բնական է։ Հիմա մենք երբ որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փորձում ենք ճշգրտել հայերս, պետք է ամեն ինչ նկատի ունենանք։ Մենք ում կազմի մեջ ենք ուզում լինել։ Ոչ միայն խալիֆատին ենթարկվելու ասպեկտով, այլ նաև մեր երկիրը, մեր պետության մեխանիզմը այդ նույն մեխանիզմին հարմարացնելու նպատակով դառնալ Ռուսաստանի, ինչպես հիմա ասում են, ծայրագավառը, քաղաքագիտական տերմինով ասում են լուզեր, այսինքն իր մի մասը։ Դա նշանակում է Հայաստանը դարձնել խալիֆաթային երկրի մի փոքրիկ մաս։ Այն է չընդունել օրենքը, օրենքի փոխարեն ռուսական պանյատները բերել, ռուսական այդ գողական հարաբերություններով բուրլյակներից մինչև մեր օրերը եւ երկիրը դարձնել հետամնաց զակոնի գողերի մի երկիր, ինչպիսին մեր երկիրը եղավ ցավոք վերջին 20-25 տարիների ընթացքում։ Տեսեք, ցես թվում է դա պատահական էր, որ Ռուսաստանի, այսպես ասած, նախընտրած իշխանությունները եկան եւ
ակտիվացրեցին մեր ժողովրդի մեջ եղած այն բնազդները, որոնք ուրեմն հատուկ են Ռուսաստանին, իսկ Ռուսաստանի պարագայում, որոնք ոչ թե օրենք են, այլ պանյատ, ոչ թե պետության բաղադրիչ են, այլ զոնի։ Մի բան էլ ասեմ ու այս թեման փակենք։ Ռուսաստանը այս ամեն ինչը համարում է իր գոյատևման միակ միջոցը։ Դուք չկարծեք, թե ռուսները լավ մշակույթ ունեն, Տոլստոյի, Չեխովի, Դոստոևսկու պես իրենք շատ լավ անալիզ են արել, բայց ռուսական պետությունը կայսրությունը սա համարում է իր գոյատևման միակ միջոցը, եւ սրանից ելնելով ես երկու բան ասեմ։ Երբեմն մերոնք ընկնում են թյուրիմացությունների մեջ եւ չեն գլխի ընկնում, թե այդքան ողբերգություններից հետո 17 թվականից, երբ որ Ռուսաստանում ուղղակի նախճիրներ տեղի ունեցան, 80-90 միլիոն մարդ ոչնչացվեց։ Այսքան կոտորածներից հետո ռուսները ոնց են այսօր ռուս ժողովուրդը 50-60-70%-ով համակրանք արտահայտում Ստալինի հանդեպ, ով իրենց ոչնչացրեց, ճզմեց։ Ոմանք ասում են, գիտեք, բռնություն, ոմանք ասում են ռուսական ոգին վերացավ, ես հակառակն եմ կարծում, ելնելով ուրեմն այդ պետական աբսոլյուտիզմի, որի մասին, այսինքն մենք դա կոչեցինք թուրքական պետության ֆորմա, ռուսական պետության, ռուսական իմպերիայի ամենաբնորոշ, ամենահարազատ դրսևորումները ես համարում եմ Լենինին եւ Ստալինին։ Օրինակ ես Պետրոս Մեծին ռուսական երևույթ չեմ համարում։ Ցնդեց մի հատ մարդ եկավ, որոշեց Եվրոպա պատոհան բացել, առանց հասկանալու իր ժողովրդի այդ խալիֆատային բացարձակ իշխանություն երազող, բյուզանդական բացարձակ կայսրության իշխանությունը երազող ժողովրդի նկատառումները եւ հետո եկան մտավորականներ, որոնք իրեն համարեցին հիմար դավաճան, իսկ այն մարդկանց, ովքեր որ այսպես ասած Եվրոպա մետ էին, համարեցին ռուսկիե մալչիկի։ Տղեկ, այդպես տղերք են, էլի տակագլուխ։ Ռուսաստանը չի կարող իր այս կերպարանքը բաց թողել, իր այս կերպարից հրաժարվել, թող ոչ մեկը դրա հույսը չունենա։ Թող ոչ մեկը հույս չունենա, որ Ռուսաստանում մի օր կլինի ժողովրդավարություն, որ օրենքը կգործի, որ օրը Ռուսաստանում օրենքը գործեց եւ հաստատվեց ժողովրդավարություն, այդ օրը կլինի Ռուսաստանի վերջը։ Պարոն Մովսես, իմ դիտարկումը անեմ, որ հանուն արդարության մեր հասարակության մեջ էլ կա մի զանգված, որը այսպես շատ կարոտով է հիշում խորհրդային տարիները, հատկապես ավագ սերնդի մասին է խոսքը։ Անգամ երբեմն ցիտում են նույն Ստալինին, վերջերս հոգևորականներից մեկը, եթե չեմ սխալվում, սրբազաններից մեկը երանությամբ էր հիշում նաև Ստալինի տարիները, այնպես որ այստեղ էլ կան դեռ որոշակի, այսպես ասած, հանրության մի մաս, որը կարոտով է հիշում անգամ։ Անշուշտ, երբ որ մենք ասում ենք Ռուսաստան, Ստալին, Լենին, մեզ էլ պետք է նկատի ունենանք, բա մենք 70 տարի, 60 տարի այդ միջավայրում ենք ապրել, այդ մարդիկ, որոնք կարոտով են հիշում, նրանք թշնամանքով են վերաբերվում Հայաստանի Հանրապետության այսօրվա վիճակին, որը փորձում է քաղաքական իր տեղը գտնել եւ իր վիճակների մեջ հայտնվել եւ դեմ են, որ Հայաստանը լինի ինքնուրույն երկիր, Հայաստանը լինի անկախ երկիր եւ առավել եւս Հայաստանը լինի ժողովրդավարական երկիր։ Դրանք ժողովրդավարությանը դեմ են։ Պարոն Մովսես, քանի որ Վլադիմիր Պուտինը նաև խոսեց բացահայտ այսպես ռուսամետ ուժերի մասին, ասաց, որ իր ցանկությունն է, որ նրանք բոլորը մասնակցեն, ասաց, որ այսպես տողատակը, եթե հասկանաք, անգամ հանդգնել եք ձերբակալել նրանցից մեկին, որը Ռուսաստանի քաղաքացի է։ Հիմա նույն Ռուսաստանի քաղաքացին Սամվել Կարապետյանը ենթադրում եմ արհեստական բանականության միջոցով տեքստ է գեներացրել եւ 3 տեքստը հրապարակվեց։ Ես մեջբերում եմ. ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր
տարածաշրջանից։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ինչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա։ Հիմա ինչպես հասկանալ այս տողը, այս նախադասությունը, այս արտահայտությունները, որովհետև Վլադիմիր Պուտինի հայտարարություններին հետևեցին Նովերչուկի, Պեսկովի, Զախարովայի հայտարարությունները, սա կարծես թե գալիս է լրացնելու։ Հիմա սա նախընտրական խոսույթ է, թե ժողովրդին ահաբեկել է, վախեցնել է, որովհետև նաև ասում էր՝ մի մոռացեք Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակը։ Այո։ Եվ նա, մի քիչ առաջ մենք խոսեցինք, թե ռուսական կայսրությունը ինչի է ընդունակ է մնացածին։ Եվ տեսեք, այս վերջի իրադարձությունների կապակցությամբ ես ասեմ հետևյալը, որ իմ նախորդ մտքերի արտացոլանքը կլինի։ Ռուսաստանը չի պատկերացնում, որ իր ազդեցության գոտում գտնվող որևէ երկիր, Վրաստանը, Ուզբեկստանը, նաև Հայաստանը, որոնք այսօր փորձում են այդ ազդեցության գոտուց դուրս գալ, կարող է ուրեմն իր ազդեցության քաղաքական ազդեցության շրջանակներից դուրս գալ եւ մնալ իր բարեկամը։ Դա գալիս է նրանից, որ ռուսները տնտեսությունը, ֆինանսները, քաղաքականությունը պատկերացնում են միայն եւ միայն օլիգարխիայի մակարդակով։ Ես կապշեի, եթե ռուսները Հայաստան ուղարկեին Մոսկվա բնակ կամ Ռուսաստանաբնակ մի գիտնականի, մի տնտեսագետի, ունենք շատ փառավոր անուններ ունենք, բայց իրենք ինչ են ընտրել հենց օլիգարխին, որովհետև տնտեսության ամբողջ պատկերացումը ռուսական օլիգարխիկ է, որովհետև օլիգարխիկ տնտեսությունն է, որը թույլ է տալիս ռուսներին բոլոր հիշատակածս պետություններին պահել իրենց բռի մեջ։ Ուրիշ բան չկա այստեղ։ Իսկ ինչ վերաբերում է, գիտեք ինչ, այդ գազին եւ բանին, նաեւ մեր ժողովրդին, որով մեր ժողովրդին վախեցնում են եւ վախեցնում են, որ դուք այ որ խիարի թթու փակեք, չեք կարա Ռուսաստան տանեք, վաճառեք։ Գուցե եւ իրենք ճիշտ են։ Դրա համար մենք պետություն ենք, մենք պետք է գտնենք մեր առևտրական, տնտեսական հարաբերությունների նորանոր հնարավորությունները եւ պետք է մի բան հասկանանք, որ եթե մենք ուզում ենք պետություն դառնանք, մենք անպայման դժվարությունների առաջ ենք կանգնել, որտեղ մեր ժողովուրդը 1000 տարի պետություն չի ունեցել, մեկ սրա կազմում է ապրել, մեկ նրա կազմում է ապրել, պատրաստի ճաշը, թեկուզ եւ վռիկը բերել դրել են իր դիմաց, ասել են կեր, ինքն էլ կեսը վրան թափելով, կեսը ուտելով կերել է, ինքը ճաշ չի էփել, ճաշ էփել չգիտի։ Մեր ժողովուրդը պետք է, այո, ազատությունը, անկախությունը գին ունի։ Պետք է մենք վերլուծենք, անալիզանենք եւ փորձենք կանխել բոլոր այն պատոհասներին, որոնք ռուսները կարող են մեր գլխին բերել։ Իսկ իրենք իհարկե կարող են։ Օրինակ, պարոն Մովսես, ինչ պատոհասների մասին է խոսքը, ինչ կարող են ճանապարհը փակել։ Լարսի Միջանցքը կարող են 2 ամսով փակել։ Կարող են մեր ժողովրդի 2 միլիոնանոց զանգվածին հրահրել մեր դեմ։ Գիտեք, այդ 2 միլիոն ասում ենք Ռուսաստանում մարդ է ապրում, բայց մենք մոռանում ենք, որ այդ 2 միլիոնը 2 միլիոն էլ այստեղ կամ 1 միլիոն կամ կես միլիոն այստեղ հարազատներ ունի, որոնք օգնություն են ստանում, որոնք, այսպես ասած, աչքը իրենց հարազատների օգնության վրա է։ Դա հառելի բանակ է։ Դրա համար մեր ժողովրդին պետք չի դնել հակառուսական կամ պրոռուսական հարաբերությունների մեջ։ Մեր ժողովրդին պետք է բացատրել, թե իրեն ինչ է սպառնում, որ ինքը այսօր ճիշտ է իր ճաշը կդնեն դեմը կուտի, այսպես ասած գազարը կտանի չիտայում կվաճառի եւս մի 10 տարի, բայց վաղը ինչ է լինելու իր երկրի հետ։ Այդ գինը մեր ժողովուրդը ազատության ու անկախության գինը պետք է հոգևոր իր ներսում պետք է մտածի եւ պատրաստ լինի վճարելու։ Այո, դժվարություններ կլինեն, բայց այստեղ տնտեսական դժվարությունների մասին է խոսքը, մասին է խոսքը։ Ես քաղաքական դժվարություններից առանձնապես չեմ վախենում, տեսեք, ասում եմ առանձնապես, որովհետև ելնում եմ մի հանգամանքից։
անդրադառնալով մեր խոսակցության առաջին մասին, ես մի բան էլ ավելացնեմ։ Ռուսաստանի միստիֆիկացիան մեր ժողովրդի գիտակցության մեջ կապված է Թուրքիայի հետ, թուրքերի հետ, որ թուրքերը եկել մեզ կոտորել են, ռուսները եկել մեզ փրկել են։ Հակակշռողն է, էլի։ Դրա համար մեր ժողովրդի մեջ դրված է Ռուսաստան կամ Թուրքիա երկվությունը, կամ սա։ Բայց հիմա ակտուալ է այդ երկվությունը։ Այդ եմ ասում։ Հիմա մեր ժողովրդին պետք է մեր պետությունը հասկացնի, ոչ թե Թուրքիա կամ Ռուսաստան, այլ եւ Թուրքիա եւ Ռուսաստան։ Թուրքիա եւ Ռուսաստան եւ Չինաստան եւ այդ Թուրքի թույլ տվեք բարբարային բառ օգտագործեմ, գորնապշտիկը հայ ժողովրդի միջից պետքա դուրս գա, որովհետև այդ գորնապշտիկ խաղացողները այդ գորնապշտիկը ուղղում են բոլոր իր հնարավորությունների դեմ։ Ասում են դու չես կարող առանձին ապրել, դու ով ես։ Ասում են դու մենք չլինենք դու կորած ես։ Ասում են։ Ես գտնում եմ, որ մենք իհարկե մեր չափերը գիտենք, մեր սուբյեկտայնության չափերի մեջ էլ երբեմն մենք չափազանցությունների մեջ ենք ընկնում, բայց այն չափերը, որոնք ունենք մենք, մեր տարածքը, մեր աշխարհագրական դիրքը, մեր ժողովրդի մոնոլիտ ներկայությունը մեր հայրենիքում, նաև մեր սփյուռքը, այս բոլորը մեզ հնարավորություն են տալիս մեր ապագան տեսնել, նորից եմ կրկնում, մեր սուբյեկտայնության սահմաններում անկախ եւ ազատ։ Պարոն Մովսես, քանի որ վախերից խոսեցիք, հատկապես Թուրքիայի մասին խոսեցիք ու քանի որ Սամվել Կարապետյանն էլ իր խոսքում քանիցս փորձել է այսպես զգուշացնել, որ ինչ տնտեսական պատերազմ կարող է տեղի ունենալ, հիշեք Վրաստանի ու Ուկրաինայի օրինակը, մենք չենք ուզում լինել Վրաստան եւ Ուկրաինա։ Մեր վախերը կարող են մեր դեմ աշխատել։ Խորհրդանական ընտրությունների մասին է խոսքը։ Հա, իհարկե կարող են, բայց այստեղ լուսավորչական մեծ աշխատանք պետք է բացատրվի։ Իմիջայլոց ինքը եւ Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակները իզուրա բերում։ Ուկրաինացիները ապացուցեցին, որ լինելով սլավոնական եղբայր ժողովուրդ ռուսների հետ, ինքնության այնպիսի մակարդակ ունեն, որի համար պատրաստ են ուրեմն պատերազմ տալ եւ զոհվել։ Ես երբեմն ուկրաինական բնակավայրերում զոհերի թաղման արարողությունների ժամանակ, որ այդ ուղղափառ ժողովրդին տեսնում եմ ծնկի իջած իր զոհերի առջև, ոչ թե մերոնց նման իրենց զոհերի գինը պետությունից պահանջող։ Ես հասկանում եմ, որ դա մեծ ժողովուրդ է, որ դա իրավունք ունի անկախության ու ազատության։ Այ մեր ժողովրդի մեջ դա պետք է ներարկվի։ Մեր ժողովրդի մեջ պետք է ներարկվի, որ ինքը փալաս չի, ոնց որ Թումանյանն էր ասում, ինքը խալխ չի, ինքը ժողովուրդ է, փոքր սուբյեկտայնություն ունեցող, բայց ժողովուրդ, ով է ասել, որ մենք ուզում ենք աշխարհը տիրենք, գրավենք չինացիների կամ Ռուսաստանի հետ, բայց մենք կարող ենք մեր պետությունը ունենալ։ Եվ այդ Սամվել Կարապետյաններին եւ մյուսներին, որոնք գիտեք գուցե վատ հայ մարդիկ չեն, բայց քաղաքականության հետ իրենք կապ չունեն, քաղաքականության մեջ իրենց բրթել գցել են, իրենք պետք է հասկանան, որ դա իրենց գործը չի, եթե բրթում գցում են ինչ նպատակով, ինչի համար։ Իրենց մենք պետք է օգտագործենք վատը, որ մենք Ռուսաստանում ունենք այդպիսի մեծահարուստներ, բիզնեսմեններ, դրանք Հայաստանին են օգուտ տալիս, բայց չարիք է, երբ որ ուրեմն տարբերակման օրենքը խախտելով իրենք իրենց ոլորտից հանում եւ վերում մտցնում են մի ոլորտ, որտեղ մենք հասկանում ենք, թե նրանց ձեռքով ինչ են ուզում անել։ Իսկ մեր ժողովուրդն էլ դա այդ մասին առանձնապես գիտելիքներ չունի։ Մեր ժողովուրդը քաղաքագիտական գիտելիք չունի։ Ինքը որ հայրենասիրություն ասում է, չի հասկանում հայրենասիրությունը ինչ բան է։ Իրեն թվում է, թե իր կարտացած տխմար պատմական վեպերն են։ Ինքը չի հասկանում, որ հայրենասիրությունը զոհողություն է, զրկանք է, տքնանք է, ջանք է։ Մեր ժողովրդին գիտեք ներշնչել են հայրենասեր լինել նրա համար, որ հայրենիքի փայլը ընկնի հայրենասերի վրա։ Ասեն սա հայրենասեր է, բայց մենք պետք է այնպիսի մի սերունդ ունենանք, որի փայլը ընկնի իր հայրենիքի վրա, իր պետության վրա,
Այդ դրա համար մեզ պետություն է հարկավոր։ Պարոն Մովսես, եւ հետո մեզանում կարծես թե մի կարծրատիպ կա կամ կարծրացած մոտեցում, որ եթե դու չես ատում թուրքին, դու հայրենասեր չես։ Այսինքն հայրենասեր լինելու համար պարտադիր է ատելը որևէ մեկին, այս դեպքում թուրքին։ Հասկացա։ Տեսեք, ուրեմն մեր ժողովուրդը մեղավոր չի, որ այդպիսի պատկերացումներ ունի, 100 տարի շարունակ մեր ժողովրդի գիտակցության մեջ դա են մտցրել եւ բանը հասել է նրան, որ գիտեք, երբեմն ինձ թվում է, թող ինձ ներեն մեր ունկնդիրները, երբեմն ինձ թվում է, թե թուրքը մեր ժողովրդի համար դարձել է տոտեմ։ Գիտեք, տոտեմը ինչ է, ասենք կայծակը որ խփում է, ինքը բան վայրի ցեղերը, որպեսզի ուրեմն այդ կայծակից փրկվեն, տաբուի եւ տոտեմի օրենքին են դիմում, այսինքն իրեն աստվածացնում են։ Աստվածացնելը նաեւ սարսափից է գալիս։ Երբեմն ինձ թվում է թուրքը մեզ համար դարձրել են տոտեմ։ Մենք պետք է այսօր հասկանանք, որ մեր միջև վիթխարի ողբերգությունը տեղ ունեցել, անլուր ողբերգություն մեր եւ թուրքերի, որի պատասխանը թուրքերը չեն կարող չտալ պատմության մեջ։ Ես չգիտեմ երբ, բայց չեն կարող չտալ։ Բայց մենք իրավունք չունենք մեր կյանքը սարսափի, սոսկումի, տոտեմի, տաբուի սահմաններում ապրել եւ դառնալ, այսպես ասած, դառնալ մի վախից նվաղած մի ժողովուրդ։ Ես ինչ եմ այսպես ասում, երբ որ մի քանի ամիս առաջ սահմանի բացման ուրեմն խոսակցություններ էին, լրագրողները, մեր քաջարի լրագրողները, այդ Մարգարագյուղի մոտակայքի գյուղերից, իշքան հիշում եմ Եղեգնուտից, չեմ էլ ուզում անունները տամ, մի կնոջից մոտեցան, ասեցին, մայրիկ ջան, ինչ կարծիք եք, որ սահմանը բացանք, այս կինը 80-85 տարեկան կին էր, ասեց, բալա ջան, սահմանը բացեք, բա եկոս թուրքը մտնելու է անձի բռնաբարա, ես համարում եմ կոմպլեքս, որը մեր ժողովրդի մեջ մտցրել է մեր հայրենասիրությունը, սա կոմպլեքս է, սա բարդույթ է, սա թուրքի հանդեպ պաշտամունք է, սա տաբու եւ տոտեմ է, պետք է սրանց ազատվել, թուրքերի հետ այսօր մենք քաղաքական հարաբերություններ պետք է սովորենք կառուցել, իրենք մեր հարևաններն են, դերկիցներն են, այդ բարեկամություն, այդ բառերը դիտմամբ մեջտեղ են գցում, որ մեր ժողովրդին գազազացնեն, բնականաբար, բայց ուրիշ բան է հարևանը, ուրիշ բան է դրացիությունը, ուրիշ բան է բարեկամությունը։ Թուրքերը պատմության մեջ գործել են ամենամեծ ոճիրը, պատմության մեջ եղած ամենամեծ ոճիրը, բայց մենք այնքան խելամտություն պետք է ունենանք հայերս, որ այդ ոճիրի ողակալությամբ, վրեժխնդրությամբ այս եղածն չկործանենք։ Այսինքն ատելությունը ամեն դեպքում թուլության մասին է եւ ոչ թե հաղթանակի։ Իհարկե, ատելությունը ես նորից ասում եմ, ֆրոյդյան բան եմ ասում ես, ատելությունը պաշտամունքի ձև է։ Ատելությունը տոտեմի արտահայտություններից մեկն է, տաբույավորման արտահայտություններից մեկն է։ Պետք չի թշնամուն ատել, պետք է թշնամուն, երբ որ դուք գնում եք, ասենք Կասպարովը գնում է այն նորվեգացի շախմատիստի անունը ինչ է, որ մեծ շախմատիստներից է, գնում է իր այդ շախմատ խաղալու, ատում է իրան, կամ երբ որ նա մի խելամիտ քայլ է անում եւ տեսնում է, որ ինքը պարտվելու է, վերցնում է շախմատի տախտակը խփում է իր գլխին կամ իր գլխին։ Չէ, պետք է լավ շախմատ խաղալ սովորել։ Քաղաքականությունը ընդհանրապես գոյությունը ինքը կատեգորիալ հասկացություն է նաեւ։ Մեր ժողովուրդն էլ գիտեք ինչ, ավելի կենցաղային ժողովուրդ է, քան գոյության ժողովուրդ։ Մենք հայ ժողովուրդը գոյություն չունի, հայ ժողովուրդը գոյություն ունի, բայց գոյությունը չի ընկալում։ Ընկալում է կենցաղ, կենցաղավարում է։ Մենք պետք է ստիպված եկել են ժամանակներ, որ ինքնուրույն շախմատ խաղալ պետք է սովորենք։ Ոչինչ, մի երկու պարտիա տարվենք, մի երկու պարտիա մատ կլինենք, բայց պետք է սովորենք շախմատ խաղալ։ Պարոն Մովսես, կուզենամ անպայման մեկ այլ դրսևորման էլ անդրադառնանք,
անեծք երևույթին եւ հատկապես որ անիծում է հոգեվորականը։ Վերջին շրջանում մենք քիչ չենք տեսել, որ ամենատարբեր հոգեվորականներ, ընդ որում բարձրաստիճան հոգեվորականներ, այսպես անեծքի լեզվով են խոսում ժողովրդի հետ, բայց վերջին օրերին հատկապես նախընտրական այս թողուբոհի մեջ տեսնում ենք որոշ քահանաներ, որոնք փորձում են նույն վախի ու տագնապի մթնոլորտն առաջացնել, մասնավորապես քահանաներից մեկը վերջերս հայտարարում էր, որ նրանք ովքեր ընտրեն քաղաքացիական պայմանագրին հունիսի 7-ին, ազգի անեծքը թափվելու է նրանց գլխին։ Հասկանանք նաև այս մոտեցումը, այսինքն անեծքի լեզվով հանրության հետ խոսել է եւ փորձել է կրկին վախ գեներացնել է։ Արդյոք նորմալ է։ Մեր ժողովրդի, հայ ժողովրդի եւ հայոց պետության արկա պայմաններում դժբախտություններից մեկը մեր եկեղեցին է։ Բերաններս չորանա, որ այսպեսի բան ենք ասում, բայց պարտավոր ենք ասել, եթե քաղաքական իրավիճակի մասին ուզում ենք պատկերացում ունենանք։ Մեր եկեղեցին, որը մեր ժողովրդի սրբոցն է, որը մեր ժողովրդի պատմության մեջ միշտ խաղացել է առաջնակարգ դեր, վատ դերեր է խաղացել միջայլոց, չմիֆականացնենք։ Մեր եկեղեցին այնպիսի սխալներ արել մեր պատմության մեջ։ Մեր եկեղեցին այսօր մեր պետության կողքին կանգնած չի, դժվար է, երբեմն թվում է թե խանդից, այսինքն որպեսզի իր ձեռքից իր պետական եւ հասարակական կառավարման լծակները բաց չթողնի, բայց երկրորդ հայացքից եւ ավելի սթափվելության դեպքում պարզվում է, որ ինքը գործակալական ընդհանրապես ֆունկցիաներ է, գործառույթներ է կատարում, ինքը ռուսամետ եկեղեցի է, որը կարող է լինել, եկեղեցին կարող է եւ լինել ռուսամետ եւ ամեն ինչա մետ, բայց ինքը ոչ թե ռուսամետ է օրենտացիայի իմաստով, այլ ռուսամետ է վարչականության իմաստով։ Գիտեք, երբ որ 18-10-րդ դարերում ռուսները մեջտեղ գցեցին մեր եկեղեցին բնութագրող Գրիգորյանսկայա ցերկով լողկալի արտահայտությունը, չասելով մեզ առաքելական, հիմա ասում են առաքելական գրիգորյանական, իրենք շատ մեծ ստորություն արեցին, իրենք մեր եկեղեցու առաքելական վերադասությունը ռուսական ուղղափառ եկեղեցու հանդեպ ջնջեցին եւ գցեցին մի կողմ։ Գիտեք, երբ որ ռուս եկեղեցու ղեկավարը եկեղեցական ուրեմն հիերարխիայի կանոնակարգով հանդիպում է առաքելական եկեղեցու գլխավորին, ինքը պետք է իր ձեռքին խոնարհում անի։ Ռուսները ներսես աշտարակացուց հետո այդ տերմինը մտցրեցին, որ մեր եկեղեցին սևացնեն, մեզ համարեցին աղանդ եւ հիմա էլ օգտագործում են իրենց քաղաքական նպատակների, իրենց քաղաքական ստոր նպատակների համար, ցավոք մեր եկեղեցին էլ ենթարկվում է դրան։ Գիտեք, այսօր մի այնպիսի իրավիճակ է, որ սովորաբար մենք խուսափում ենք եկեղեցու մասին, որևէ բացասական բան ասելուց, բայց ինչի խուսափենք։ Ինչի նստենք սրճարաններում բամբասանքի լեզվով խոսենք եւ չասենք հետեւյալը։ Մեր պետությունը իր ձևավորման առաջին տարիներին կատակլիզմների մեջ ընկավ, դրա արդյունքը եղավ այն, որ, չգիտեմ, ոմանք ասում են միլիոն մարդ Հայաստանից գաղթեց։ Ես այդ թիվը կոնկրետ չգիտեմ։ Բա ինչի որևէ մեկը չի վերկենում ասի, թե հայ եկեղեցուց քանի 100,000-ավոր մարդ գաղթեց այսինչ կամ այնինչ աղանդի մեջ։ Դրա մեղավորը ով է, դրա պատասխանը ով պետք է տա։ Ով պետք է պատասխանը տա այս դիվական աղանդների առատության համար։ Եհովայի վկաներ, էլ չգիտեմ ինչի վկաներ, էլ չգիտեմ ինչեր։ Եկեղեցին 30-40 տարի է եկեղեցին արդեն անկախ ինքնուրույն գործող, այսպես ասած, միավոր է, հոգևոր միավոր է։ Ցույց տվեք տեսնեմ մեր ժողովրդին ինչ հոգևոր գրականություն է թարգմանել ու ուսուցանել, որովհետեւ մեր ժողովուրդը հասկանա հասարակություն, պետություն, եղբայրություն, հավասարություն, սուրբ հասկացությունների իմաստը, այլ ոչ թե գա եւ ընկնի այս կամ այն ցմփորտ տերտերի նզովքի տակ։
Պարոն Մովսես, եւ քանի որ մեր զրույցը այնուամենայնիվ խորհրդարանական ընտրությունների տրամաբանության մեջ է եւ այս ամբողջ ուշադրությունը նաեւ հենց միտված է նույն ընտրություններին եւ ընտրությունների արդյունքներին, հասկանանք նախ ինչու է այսքան մեծ կարեւորություն եւ սևեռվածություն կա այսքան նույն 2026 թվականի ընտրություններին, ինչով է դա պայմանավորված եւ ինչի մասին է դա լինելու, քանի որ գիտեք, դիսկուս կա պատերազմի ու խաղաղության, կշերքի նժարին ինչ է դրված լինելու, դա պատերազմի ու խաղաղության մասին է, թե ավելին է լինելու դրված։ Պատերազմ, խաղաղություն, առատություն, տնտեսություն, դրանք բոլորը դերիվատներ են, ածանցյալներ են։ Ինչի ածանցյալներն են պետության։ Խաղաքարտին դրված է, որպեսզի թույլ չտրվի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա պետություն։ Իր օրենքներով, իր օրենսդրությամբ, իր ազգային ժողովով, սահմանադրությամբ, այլ մնա վասալական իրավիճակների մեջ։ Մնա թող պետություն լինի, գիտեք, պետությունը ոնց կարող է վազի պատերազմի հետևից։ Եվ եթե այսօր մեր ժողովուրդը, մեր պետությունը պատերազմի հետևից չի վազում, դա նշան է, որ պետական որոշակի ներկայություն գոյություն ունի։ Պետությունը պարտավոր է ապահովել իր ժողովրդի խաղաղությունը։ Ամբողջ դրսի հզորությունը ուղղված է մի բանի, թույլ չտալ, որ հայերը պետություն ունենան։ Մեզ ասում են դուք պետություն չպետք է ունենաք, դուք արժանի չեք։ Դուք գնացեք, եկեք խոպան, փող աշխատեք, ռուս կանանցից երեխա ունեցեք, չգիտեմ, տներ առեք, հարստություններ առեք, բայց դուք պետություն չպետք է կառուցեք, դուք պետության արժանի ժողովուրդ չեք։ Իսկ ինձ համար ժողովրդի արժանապատվության եւ արժանիքի մի հասկացություն կա, հենց դա որ կոչվում է պետություն։ Ես մի անգամ ասել եմ, հիմա ես նորից կրկնում եմ, եթե ժողովուրդը չի կարողանում պետություն կառուցել, իսկ այդպիսի ժողովուրդներ կան։ Ինքը որպես էթնոս աշխարհում ապրում է, մնում է, շարունակում է իր գոյությունը։ Ոնց որ քրդերը, ոնց որ կնչուները, շատ կան այդ։ Բայց եթե ժողովուրդը պետություն չի կարողանում կառուցել, ինքը չի կարողանում իր էթնոսը, ազգը վերածել էթոսի, ինքը բարոյականություն չունեցող, գոյության մասին կոնցեպցիա չունեցող ժողովուրդը, որին Հովհաննես Թումանյանը ասում էր խալխ։ Ուրեմն ինքը խալխ է։ Հիմա ընտրությունը դրա միջև է լինելու։ Ընտրությունը դրա մեջ է։ Մեր ժողովուրդը պետք է իրեն առաջին հերթին իրեն ցույց տա, որ ինքը խալխ չի, ինքը պետություն է ուզում։ Դեք մեր վիճակը հիմա դժվար վիճակ է։ Մենք 30 տարի եղել ենք պատերազմների մեջ, 70 տարի եղել ենք ապականության մեջ, կաշառակերության մեջ, այդ տերտերները, որ ասում են Ստալին, մոռացել են ցեխավիկության ժամանակաշրջանները, այն գողական ավտարիտների ժամանակաշրջանները, այն Երևանում, որ մայլա իրար էին գյուլում այդ ժամանակները։ Այդ ժամանակները անցել են։ Ճիշտ է, որ այդ սովետական տարիներին մեր ժողովուրդը 15-20 թվականից հետո եկել է ռեանիմացիայի բաժին, վերակենդանացման բաժին, բայց դա չկա այլևս, գոյություն չունի։ Պատասխանեք այսօրվա հարցերին։ Անցյալը թողենք գնա, փառք ու պատիվ այդ անցյալին, լավա, վատա անցել գնացել ենք։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է մի շատ բարդ եւ նոր խնդրի առաջ։ Սարքել իր երկիրը, իր տունը։ Շնորհակալ եմ, պարոն Մովսես։ Համեցեք։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս բանաստեղծ Հակոբ Մովսեսն էր, կհանդիպենք։